հույսներդ մի կտրեք, դրա համար կա մի հատ շատ լավ օր, շուտով հունիսի 7-ն է գալու եւ ամբողջ հայ ժողովուրդը պետք է հիշի Արցախը, պետք է հիշի Հայաստանի իշխանություններին, քանի որ եթե չհիշեց, մենք հաջորդ Արցախն ենք ունենալու եւ հերթով ունենալու ենք այդպիսի Արցախներ, քանի որ դուք նույնիսկ երեք լսեցիք Ադրբեջանի նախագահի սրա շեֆի օգնականի հայտարարությունը, որ իրենք շատ լուրջ պլանավորում են 300,000 ադրբեջանցիներ տեղափոխել Հայաստան։ Իսկ այս մարդիկ նույն պահին բեմերի վրա ուրախություն են անում, ոչ մի հատ արձագանք չեն անում, վախեցած երկու պար են անում, ամբողջ աշխարհն էլ ցույց են տալիս, ինչքան թույլ, անկարող, անիմաստ, չեմ էլ սրանց ուզում ասեմ իշխանություն, չնայած շատ քիչ է մնում, կարելի արդեն այդ իշխանություն բառը չօգտագործել, բայց խմբակ բառը, խունտա բառը, սրանց շատ է սազում, սրանք իրոք, ես սկզբից մեղմ էի ասում խմբակ, բայց հիմա սրանք դարձան իրոք մի հատ չարիք բերող խունտա, մեր ազգին մեծ չարիքներ բերող խունտա, դրա համար նույն այս պրոցեսներին ես շատ կուզենայի, որ դուք ակտիվ լինեք, ձեր հնարավորություններով, ձեր մոտեցումներով պետք է մասնակցեք, քանի որ հաջորդ ժամանակահատվածում մենք կարող ենք արդեն ռեֆերենդումի գնալ, ոչ թե ընտրություններ, թե Հայաստանը պատկանում է Ադրբեջանին, թե Թուրքիային, այս պրոցեսը այսպես է հիմա զարգանում, մարդիկ մի քիչ լավ չեն հասկանում, լավ չեն գնահատում, սրանց անորակ երաշտյան տակ պարում են, բայց չեն հասկանում, որ այդ պարը կարող է շատ արագ փոխարինվել լացով, սրանք բերում են մահեր, բերում են ողբերգություններ, թե արցախցիների համար, թե հայ ժողովրդի համար։ Մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք կանգնեցնենք, մենք իրավունք չունենք, նայենք, թե ինչպես են սրանք վարվում մեր երկրի հետ ու մեր ժողովրդի հետ։